Պատրաստ ես Հրանտո։ Նստել ես արդեն։ Հա։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ։ Ողջույն, սիրելի հայրենակիցներ։ Ինչպե՞ս եք։ Հուսամ լավ եք։ Հրանտո, ինչպե՞ս ես։ Լավ, սոված։ Սոված, շատ լավ, այսօր հետաքրքիր բան ենք պատրաստելու, իդեպ ասենք, որ այն ինչ որ այսօր մենք պատրաստելու ենք, երբեք չենք փորձել։ Ճիշտ է։ Ես կյանքից վեր չեմ պատկերացնում։ Ես սա տեսել ենք Instagram-ով եւ որոշեցինք պատրաստել, ինչու, որովհետեւ այս բաղադրատոմսի մեջ կա շպրոտ։ Շպրոտի միշտ էստեղի մեծացած, Միացյալ Նահանգներում մեծացած երիտասարդները հարցնում են, իսկ ինչ է շպրոտը, ես նրանց միշտ ասում եմ, որ կոնսերվատիվ։ Ինչ? Կոնսերվատիվ։ No, ասում եմ պուճուրիկ ձկներ է ձեթի մեջ, վանյուչի ձկներ են եւ բայց համեղ։ Հիմա չգիտենք այս վանյուչկային, որ այս պաշտետի մեջ օգտագործենք, ինքը ինչ համ է ունենալու, բայց եկեք փորձենք։ Առաջին ինչ պիտի անենք, Հրանտո։ Ձեռնոց պիտի հագնենք։ Ձեռնոցներ պիտի հագնենք։ Ձեռնոց հայկանք։ Նամանավանդ որ փոքր են քո ձեռքին այս ձեռնոցները։ Օ, չես փոխել։ Ոչ։ Եթե ուզում ես այն լվացքի ձեռնոցները կարամ տալ։ Քանի հատ ես այս ձեռնոցից, քանի բլոկ ես։ Սա ես տուփով ունեմ, այո, ինձ շատ միշտ անհրաժեշտ են այս ձեռնոցները, տուփով ունեմ, ինձ մոտ պահում եմ։ Սպասենք դու էլ հագնես քո ձեռնոցները։ Սիրելի հայրենակիցներ, մինչև կսկսենք անդրադառնալ մեր բաղադրատոմսին եւ կսկսենք պատրաստել, ուզում եմ անդրադառնամ ձեր կոմենտներին։ Ուրեմն շատերն են հետաքրքրված, արդյոք Հրանտոն իմ ամուսինն է։ Հրանտո, դու իմ ամուսինն ես թե ոչ, ասա, մարդիկ հարցնում են։ Նորից էլի ձգում է, ամեն անգամ sense պատասխանատու պահերին ձգում է, ասա։ Իհարկե ոչ։ Իհարկե ոչ, Հրանտոն իմ ամուսինը չէ, իմ ամուսինը չի սիրում նկարվել, այդ իսկ պատճառով ես երբեք նրա ֆոտոն կամ վիդեոն չեմ տեղադրում համացանցում, հանրային մարդ չէ։ Հրանտո, ծանոթ ես իմ ամուսնուն։ Ոնց կա տենց ասա։ Այո։ Եվ ինչ տպավորություն ունես։ Ինչպիսի մարդ է ամուսինս։ Լինում է ընկերություն անել նրա հետ։ Իհարկե։ Չնայած մեկ հայացքներով տարբեր եք լինում, չէ՞։ Բայց հայացքով ենք տարբերում։ Հայացքներով, ոչ թե հայացքով։ Հայացքներով, արժեքներով միգուցե, չգիտեմ, երաժշտության մասին ինչ որ ասենք տենց հայացքներ ունեք, որ կարող է տարբեր լինի, բայց ընդհանուր շատ լավն է։ Լավ անձնավորություն է, շնորհակալություն, որ անկեղծ արտահայտվեցիր։ Ամուսին սիրում ենք քեզ շատ, ողջունում ենք։ Խորոված ասարկում։ Չէ։ Անտես։ Այո, շատ համեղ խորոված է պատրաստում իմ ամուսինը։ Ճիշտ ասած, Նամյակ եմ տալիս։ Նամյակ ես տալիս, որ մի հատ էլ խորոված պատրաստի։ Անկեղծ ասած չգիտեմ ամուսինը սա կուտի թե ոչ, որովհետև սրա մեջ շպրոտներ, բայց սոխ չի, ամեն ինչ չի ուտում, է։ Ամենքա սոխը չի երևում։ Սրա մեջ սոխ չկա։ Բայց մս սոխ չի ուտում։ Չէ, ընդհանրապես կան բաներ, որ չի ուտում, ու սրա մեջ էլ ինչ որ կասկածելի շպրոտ կա։ Հələ մենք տենանք ուտենք, թե չէ սա, ասենք, որտեղ շպրոտն ու ձուն։ Չէ, այն որ չգիտենք սա ինչ է լինելու։ Մի ձեկով սալատ էի սարքում։ Օ, բանը, մեջը ձու կար։ Ինչա կոչվում, սելց պադ շուբոյ։ Չգիտեմ ինչ է։ Պոետիկ կսորքեր։ Սա նոր տարուն։ Նոր տարուն անպայման դա կպատրաստենք։ Լավ, Հրանտո, հիմա այդ կոմենտն էին գրել, մեկը գրել էր կներեք, իսկ Հրանտոն ով է, կներկայանաս Հրանտո։ Ով ես դու։ Հրանտոն։ Գրանտեն։ Գրանտեն արդեն։ Արդեն գրանտեն։ Եվ ինչ մասնագիտություն ունես, ծանոթացրու անձիդ։ Ավարտել եմ Չէ։ Բա Ավիացիոնի բան, specialist։ Ինձ ես ասում, իրանց ես ավիացիոնի սպեցիալիստ։ Yeah, aviation specialist։ So, քանի ամիս, քանի տարի ես սովորել։ 2 տարի սովորել եմ։ Որտեղ, որ նահանգում։ Միացյալ Նահանգներում։ Վաշինգտոնի ավիացիոնի Aviation Academy։ Հա, ավիացիոն ակադեմիայում։ Ավիացիոն ակադեմիայում, Վաշինգտոնում։ Հետո ընդդեմ մտա արդեն գործի։ Առաջին կազմակերպություն կարելի է ասել։ Հա։ Առաջին կազմակերպությունում հետ էր որ աշխատեցիր։ Air France կերել։ Օ, առաջինը Air France աշխատեցի, որտեղ դու ֆրանսերեն գիտեիր արդեն։ Հետո անցար Քաթար։ Քաթար։ Եվ ես կարծում եմ, որ շատերը Հրանտոյին Քաթարից են ճանաչում, որովհետև մեր հայրենակիցները երբ գնում են Քաթարով Հայաստան, նույնիսկ ինձ էին գրում, ասում էին, Անի ջան, որ խնդրենք Հրանտոյին կասես մեր ճամպրուկները, հա, բայց գիտես ինձ ինչքան են գրել, ես էլ եմ որ լավ
Դու չգիտես, քեզ ինչքան էին մոտենում Կաթարում։ Հա, ասում են ինչ պրոտեին գենն եմ կասկածներ։ Ասում ես քեզ չեմ ճանաչում, չէ։ Լսի Հրանտո, իսկ հիմա այլ ավիացիայի հետ ոչ մի առնչություն չունես։ Ավիացիայի հետ չէ, որովհետև մտա շոու բիզնես։ Եվ տեսա հոլովակը արդեն քանի օր է պրեմիերա։ Տեսա հոլովակս արդեն 3 օր YouTube-ում է։ 3, չէ։ 3 օր, այո, ինչպես է կոչվում երգը։ Ապարիկա։ Ապարիկա։ Եվ քեզ ինչպես փնտրեն YouTube-ով։ Գրանտե ապարիկա։ Գրանտե, փաստորեն Հրանտը վերափոխեցիր Գրանտեի։ Այո, կխնդրեմ այսուհետ ինձ միայն անվանակոչես Գրանտե։ Okay, տեսնեմ ինձ մոտ կստացվի թե ոչ։ Այո։ Եվ անունդ ինչպես որոշեցինք։ Որոշեցինք քեզ բեմական անուն ընտրենք, որովհետև դու ուզում էիր փոխեիր Հրանտոն։ Բեմական անուններ, այո։ Բայց Հրանտոն ված չէր։ Քեզ որովհետև շատերը Հրանտո գիտեն։ Շատ էին։ Օ Հրանտոները շատ են շոու բիզնեսում։ Հա։ Շատ էին հետա, ասացի առանձնանամ։ Գրանտը սարքեցի Գրանտե։ Գրանտե թե Գրանդե։ Գրանտե։ Արիանա Գրանդե։ Տե, Թիովա, լավ, Գրանտե։ GRANT։ Okay, եւ ինչ պլաններ ունես։ Շարունակելու ես, թե ես մի տեսահոլովակով սահմանափակվելու ես։ Ասենք դու որպես շոու բիզնեսի մարդ, այդքան փող դրած մի տեսահոլովակով կսահմանափակվի։ Ես երբեք չեմ առաջնորդվել ծախսերով։ Ես երգել եմ սիրում Գրանտե։ Ես էլ եմ երգել։ Я люблю петь, понимаешь? Բեմական աշխատանքն եմ սիրում, այդ Պրոցեսը ավելի շատ։ Ես էլ պրոցեսից ավելի շատ հաճույք եմ ստանում, քան երբ որ պրեմիերան է։ Պրեմիերայից հետո ինձ էլ չի հետաքրքրում այդ երգը։ Հա։ Ու բանը, գիտես, երգերս նոր։ Ու քանի երգ ունես նոր պատրաստած։ Հիմա 4-ն են, բայց օբշի ընդհանուր 11 երգ ունես, որ պիտի աշխատես, իսկ ով է զբաղվում music production-ով։ Արման Էլբերտ։ Արման Էլբերտը Արփին Բեկջանյանի ամուսինը, չնայած Արման Էլբերտին որպես արտիստ շատերը գիտեն, որպես կոմպոզիտոր, հրաշալի կոմպոզիտոր, մեր շատ Արման սիրելի։ Էլբերտը, ասենք, Որոգայթի soundtrack-ն ա գրել։ Soundtrack-ն ա գրել։ Ու էլի շատ ռուսական չէ ֆիլմերի soundtrack-եր ա գրել։ Հիմնականում աշխատում է այդ NTV։ Շատ է հանդարտ։ Համընտիր երգում է։ Գրյուտոյ։ Գրյուտոյ։ Վալյա Վայկուլե։ Վալյա Վայկուլենովա։ Վայկուլեի անունը ինչ է։ Չի, Վայլա չի։ Չէ, Վայկուլեի անունը ինչ է։ Ինչ Վայկուլե։ Ագուտին, Անժելիկա Վալուն։ No way։ Վաու, մալադեց, Արման, ողջունելի է։ Okay, մինչև սկսելը արի բացատրենք ինչ ա մտնում բաղադրատոմսի մեջ։ Ուրեմն մենք ունենք հալած պանիր, Կալիֆոռնիայի հալած պանիրն է սա։ Ֆիլադելֆիայի։ Ներողություն, Ֆիլադելֆիայի։ Հալած պանիր, ունենք մեկ խաշած ձու, Բանկով ունենք թթու վարունգ, ունենք սամիտ։ Հաց։ Չէ, հացը դրել եմ, որ հետո վրան կսենք ուտենք։ Ունենք սերի հաց, այդ երբ որ արդեն պիտի համտեսենք, եւ ունենք շպրոտի։ Այս ամենը պիտի խառնենք, ուրեմն։ Թթու վարունգներն ես խառնում հետը։ Հա, ամբողջը հետն ենք խառնում եւ ինքը պաշտետ է։ Փաստորեն դառնում է շպրոտով պաշտետ։ Բայց ես հաստատ ուտել եմ։ Չգիտեմ, դի փորձենք տեսնենք մենք սա կարող ենք ուտել թե ոչ։ Հրանտո, ես կարծում եմ, այդքան էական չի թե մենք ինչ ենք պատրաստում, ինչքան մեր այս զրույցը։ Հասցար։ Հիմա քեզ ինչով օգնեմ։ Հիմա մաքրիր ձուն։ Որսով թե չգիտեր դրա։ Որ խնդրեմ կմաքրես ձուն Հրանտո։ Եվ ինչ կա ասելու։ Ընդհանրապես կոմենտները կարդացել ես, անցել ես մեր կոմենտներով։ Ոչ ճիշտն ասեմ, չէ, որովհետև իմ կլիպի բանով է ընկած։ Հա, պրեմիերայով։ 3 օրում արդեն 60000 ունես վիու։ Մալադեց։ Անասելի բան է։ Հա, անսպասելի։ Անսպասելի։ Փաստորեն, սիրելիներս, Հրանտոն ինչ որ չափով ներկայացավ թե ով է նա, ես էլ իմ կողմից կարող եմ ավելացնել, որ Հրանտոն իմ շատ լավ ընկերն է, ես Հրանտոյին ճանաչում եմ մոտավորապես, նենց արա, թե ես եմ անում, չէ ես եմ անում, շարժվում է հեռախոսը։ Հրանտոյին ճանաչում եմ մոտ 12 տարի, հա, Հրանտոյին ճանաչում եմ 12 տարի, Հրանտոյի հետ շատ լավ ընկերություն ենք անում, ունենք միասին երգեր, որտեղ Հրանտոնին շատ օգնել է
բեք վոկալների հարցում, քանի որ Հրանտոն շատ գեղեցիկ բաս ձայն ունի եւ շատ արտիստներ կան, ովքեր Հրանտոյին հրավիրում են բեք վոկալ երգելու եւ վերջապես Հրանտոն որոշեց արդեն ունենա իր սոլո կարիերան։ Գիտեք, շատ բեք վոկալիստներ սկզբում սկսում են բեք վոկալով, այնուհետեւ նրանք սկսում են իրենց սոլո կարիերան, ինչպես նաեւ Ջուսը եղել էր Ալեգրովայի բեք վոկալիստ։ Բայց ասա որ բեք վոկալը ավելի դժվար է, քան սոլո երգիչ։ Իհարկե, բեք վոկալիստի գործն էլ դժվար գործ է, որովհետեւ դու պահում ես երգիչին։ Բացի դա, դու տարբեր ձայներով էլ կարաս երգես, չէ՞։ Տարբեր ձայներով էլ ես երգում։ Ահա։ Հիմա կեսը կկտրենք մեր պանրի, այստեղ լցրեցի մի վարունգ։ Ինքսի հաստատ ուտել է։ Մի թթու վարունգ, մի ձու, դե կյանք հիմա ասենք տեսել եմ ինտերնետով, մարդիկ կերել են։ Հիմա տենակ մենք ուտենք։ Չէ, թունավորվել է, չենք թունավորվի, վախենում ես ձվի եւ շպրոտի բանը համադրությունից։ Թթու վարունգը, ձուն, շպրոտը, պանիր։ Կողը մեջ մենք չկասեցինք։ Կես պանիր։ Այն մալինայի ջեմ չկան։ Մորաքրոջ Սամուսինը տոլմայի վրա ջեմ էր քսում ուտում էր, ասում էինք Ավիկ ձյաձախի ես տենց անում, հիշում եք Ավիկ ձյաձային, որ կոշիկներս սարքում էր կոշկակար, ընտիր կոշկակար։ Ասում էինք Ավիկ ձյաձային չես տոլմայի վրա ջեմ քսում ուտում, ասում եմ մեկը պետք է հետո ջեմ ուտեի, խառնվելու էր իրար։ Ինքը տենց քսում ուտում էր, պատկերացնում ես։ Տոլմայի վրա ջեմ, ծիրանի ջեմ։ Չնայած Panda Express ոնց ենք ուտում։ Ոնց ենք ուտում։ Շատ հանգիստ։ Բանը, chicken ոնց է, orange chicken, ես չեմ սիրում։ Ես մենակ Ընդհանրապես, ովքեր չեն եղել Միացյալ Նահանգներում, չգիտեմ հիմա Հայաստանում ինչպես է, ուրեմն այստեղ շատ ընդունված է ուտելիքի վրա ավելացնել մեղր, սոուսների վրա ավելացնել մեղր, նամանավանդ եթե միս են տապակում կամ խորովում, այսինքն շատ ընդունված է, որ լինի սոուսի մեջ մեղր, եւ դա կարծում եմ ասիական խոհանոցից է եկել։ Ես օրինակ շատ եմ սիրում։ Օրինակ կա orange chicken, որը մեղրով է սոուսը, եւ ինքը հավա։ Ես չեմ սիրում։ Ես շատ եմ սիրում։ Եվ առաջի անգամ երբ գալիս ես Միացյալ Նահանգներ, դուրս չի գալիս այդ պահը, որ ամեն ինչ քաղցր է։ Նույնիսկ հացերը բուրգերների, միգուցե հիմա արդեն Հայաստանում այդպես է։ Հացի վրա սենց ոնց որ շաքարա ջուր կսեն։ Չէ, հացը մի տեսակ, այստեղի հաց քաղցր է։ Հա, բայց նայած բան, հաց։ Հա։ Օ, այս ձվից է, այս ծուխը դուս գալի։ Տաք էր։ Տաք էր։ Ահա։ Ես դեռ որ խնդրեմ կբացես շպրոտը։ Ինչ է թամի։ Եկավ էլի։ Ինչ է պատահել։ Շպրոտի յուղից կարող է ուտի թամ։ Չէ, գործ չունես։ Զուգ չի սիրում։ Հա։ Խնդրեմ։ Խոտա գալի։ Շտաչոտ ունի այս շպրոտը։ Եմ որ ինձ ասում էին սիրուն աղջիկ ես անունդ ինչ է շպրոտ դրել, հիմա էդ է, ինչ վատ հոտ ունի։ Բայց ես չզգացի։ Հա, ես միանգամից իմ վրա ու ամենալավ շպրոտն եմ առել։ Տարբեր տարատեսակ շպրոտեր կան, Բայց ես լսում շպրոտ։ Հələ չէ, մի հատ սա աղամն է։ Ձեթով խառնի, ավելի Համբերի, ճիշտ ես ասում, բայց չեմ ուզում շատ դրա ձեթը, կյանք լցնենք։ Էլի ասեցի կյանք, կներեք էլի, որ միշտ օգտագործում եմ այդ բառը, գիտեմ, որ ինքը եթերային չի, հուսամ կգա ժամանակ, որ էլ չեմ օգտվի։ Էլի բաց է։ Մի քիչ։ Հերիք այսքանը, I think։ Հա։ Հա, դուր այս բանով մի րոպե։ Հիմա ես քեզ օգնեմ։ Քանի հատ գցեմ։ Ամբողջը։ Առանց ձեթի, խնդրում եմ ձեթը չլցնես։ Ամբողջը շատ ալնելու։ Շատ չի լինի։ Զգուշ։ Ինքը այնքան վանյուչկա է կյանք, որ եթե էլի կյանք լավ էլի, գրանտ է։ Ինքը այնքան վանյուչկա, որ եթե ձեթը միտեղ կաթած, ողջ օրը այդ հոտը գալու է։ Բայց ես ձեթ չեմ անում։ Հա, ճիշտ ես անում, ապրես։ Հրանտո, բայց մենք ուրիշ բան էինք, չէ՞, որոշել այսօր պատրաստենք։ Խաչապուրի։ Մենք այսօր պիտի պատրաստեինք խաչապուրի։ Ես գնացի խանութ, լիքը առևտուր արեցի, այն աստիճան, որ մի մեշոկ պոպոկ եմ առել։ Եվ պանիր չառա, բայց ես գնացել էի խանութ պանիր առնեմ, էլ ում մոտա տենց լինում, 40-ից հետո տենց հաճախ է լինում, որ գնում ես խանութ, հատուկ ինչ որ բան առնելու համար, ամեն ինչ առնում ես բացի այդ հատուկ բանից։ Այսօր մենք որոշել էինք պատրաստեինք
Արագ խաչապուրիներ։ խաչապուր։ Պանրով արագ խաչապուրիներ, ինչու որտեվ խմոր ունեի, Հրանտո։ Անչովիսով կերել ես խաչապուրին։ Անչոուսով։ Նո։ Անչովիս։ Անչովիսը ո՞րն է, ես գիտեմ անչոուսի։ Ռուսերեն։ Շուշուտ արա էլի, դե ինչ ես բան անում։ Մի քիչ կադրը եթերը ձգեն։ Հա, բայց պիտի խոսես եթերին, դու չես կարա շարժումներով մարդկանց գրավես, շպրոտ հանելով։ Իդեպ այդ բաղադրատոմս պատրաստող մարդը ասում էր, այս բանը պատրաստող մարդը պաշտետը ասում էր, որ եթե սիրում եք լյուբիցել եք շպրոտի ձեթին, ապա կարող եք ավելացնել ձեթը, բայց ես Հիմա ավելացնելու ես, թե։ Մի խաչու, թող մնա հələ որ, բայց ուզեմ մի հատ փորձենք ու հասկանանք ինքը вообще ուտելու բան է, թե չէ։ Կարող է հետո այս ամանիչ շպրոտի հոտ գա լվանալուց հետո, չէ։ Իսկ կարող է հայավարի պոպոկ լցնենք մեջ, մի մեշոք հələ բեր պոպոկ։ Չէ։ Հա, բայց մի հատ բեր ցույց տամ ժողովրդին, ստեղ Ամերիկայում ոնց են վաճառում պոպոկը։ Մեզ Դուր, պոպոկի շպրոտի հոտ է գալու։ քո ձեռքերը շպրոտոտ է։ Դե ամենի դեպս կպա, չէ։ Այսօրվա իմ առած պոպոկը 10 փաունդ է, այսինքն 5 կիլոգրամ, եւ մաքրեցինք ու ինքը շատ լավն էր։ Կարող է սազի պոպոկ սրան։ Գիտես այդ անեկդոտը պոպոյի պնդուի։ Մեկը գնում է բժիշկի, ասում է բժիշկ ջան, ստամոքսս առողջ չէ։ Բժիշկը ասում է դե պիտի փափուի բաներ ուտես։ Այս մարդը ասում է փափուի ո՞րն է։ Ասում է դե պոպոյի պնդուի, փափուի է, փափուկա ասում։ Բայց եթերային էր այս անեկդոտը։ Հա։ Բայ։ Վալդը չէ։ Վատը չի։ Սիրեցիր պոպոկը, պոպոյը։ Պոպոյը։ Այնպես որ սիրելիներս, եթե ստամոքսի խնդիր ունեք, փափուի բաներ կերեք։ Պոպոյ, պնդուի։ Տամ։ Նո։ Պոպոյ։ Չէ, մենակ է տեսնեմ սալարի վաղած։ Ժողովուրդ ջան։ Էսի ոնց ենք ուտելու Հրանտո։ Խոսքը բավելավա պոպոյի պնդուի ուտեք։ Ես ինչ էր Հրանտո, որա հոտը, եթե հոտը սենց է։ Վիդեոներ կան է, որ նեմեցներն են, ոնց որ գերմանացիք են, եվրոպացիք, որ ձուկ ունեն էլի սենց պահածո, ընենց հոտ է գալի, որ բացելուց արդեն բոլորը տնից փախնում են, հələ էս ինչ է, ու ուտում են։ Իդեպ էս ամանը չենք գցելու ընդհանուր աղբի մեջ, գիտես, չէ։ Սապտի առանձին, նո, սապտի առանձին տանենք թափենք։ Առանձին տոպրակին։ Ես հոտ չեմ առունում։ Պետք է փորձենք Հրանտո։ Չէ, նո, քիթդ կփակես, կփորձես, ոչ մի դեպքում խայտարակ չենք լինելու, բան ենք պատրաստել։ Հիմա ինքը պաշտետ է, ռուսները ուտում են, շատ գիտեմ։ Այս ռուսները ուտում են։ Հա, բա ռուսները սիրում են, չէ՞, շպրոտ։ Երևի, կարող է սրա հետ պիտի համել ռյումկա խմենք, օղի խմենք, բայց կարծեմ սրա հետ բան են խմում։ Ես թթի օղի ունեմ, կարող է խմենք։ Չէ։ Ես ալկոհոլ չեմ խմում։ Խի։ Մի բաժակ թթի օղին ոչինչ չի անի քեզ Հրանտո, առողջարար է։ Գլուշի տեմանն ու։ Հա։ Համոզում եմ էլի։ Չես հիշում մի անգամ խմեցի։ Հիշում եմ, այդ օրը մոռանալ կլինի։ Արի չհիշենք այդ օրը։ Так, սիրելի հարգելիներ։ Եկավ սպասված, շատ սպասված ժամը։ Մենք հիմա փորձելու ենք այս հոտավետ Ոխր տեսնեն այլու բան չի։ Չէ, ասում են շատ համով է։ Պետք է քիթդ պրոստը փակես առանց հոտ քաշելու։ Որ ասում են это кто уже кушал, գիտես էդի։ Կարծեմ էլի ռուսնա։ Հայկական ուտեստներ են սեղանի վրա դրված, խորոված, տոլմա եւ հարիսա։ Ու այս ռուսն ասում է խորովածը, я это уже кушал։
Չգիտեմ, բայց ռուսախի ասենց ակցենտով ասում, ասում է, «Я это уже кушил», խորովածը, «Տոլմու тоже уже кушил», հասնում է Հարիսային, ասում է, «А это кто уже кушил»։ Մա Էսը եթերային չէր, այսօրվա անեկդոտներից ոչ մեկ եթերային չի երեխեք։ Լցնում ենք այս գեղեցիկ տարայի մեջ։ Հրանտո, մենակ ես եմ խոսում, դու դախի պես նստել ես։ Դե հիմա դու ինձ հարցեր տուր։ Հասկանում եմ պոպոկ ես ուտում, բայց… Ես պրոստը ինձ տրամադրում եմ էսի ոնց Հետաքրքիր է, վարունգը կարող է քիչեր էլի պետք է անեի, բայց արդեն ուշ է դատարկեցի։ Ես էլ եմ ձգում, չես զգում, հիմա եթե համով բան եղել լիներ։ Կարանք բան անենք, ավելացնենք։ Ես հիմա վաղուց արդեն փորձել էի։ Ես հիմա թթու վարունգ եմ ուզում ուտել։ Ես էլ եմ ձգում, էլի։ Էսի Էս են համով թթուից, հա։ Հա, դա են համով թթուից, հա, Տիկին Քրիստինայի պատրաստած, մեր Մարգարիտայի մամայի պատրաստած։ Ահա, Հրանտո, պատրաստ ես։ Համով է։ Հա, շատ։ Ծանր սերի է, սա այն թեթև սերիներից չի դոկա։ Միասին ենք ուտելու։ Չուտես հիմա, որ տալիս եմ։ Ես գիտեմ հիմա մտքիդ մեջ ասում ես կլինի ես չուտեմ։ Ես հիմա պետք է խաչակնքենք Նոր ուտենք, սպասի։ Չուտես։ Նայ ես էլ եմ որ հաստ բանով կսում եմ սլոյով։ Երևի առաջի ու վերջի անգամ ենք, չես կծում։ Բայց կարող է համով լինի։ Իսկական բավար համով եղավ։ Okay, սիրելի հայրենակիցներ, պատրաստ եք։ Մենք պատրաստ ենք։ Հրանտո, կենաց, շնորհավոր տարեդարձ։ Շնորհավոր տեսահոլովակը։ Ապրես։ Միասին, 2-3։ Վատը չի։ Թեթև, վազուշն եմ։ Կարող եմ թթու վարունգ ավելացնենք։ Մենք թթու է ուզում։ Վատը չի, գիտեք։ Հրանտո։ Հետաքրքիր է, պաշտետ է։ Հա։ Բայց վատ, հայց, բայց իսկականից վատը չի։ Կարող է, որ դու թթվով ես ուտում դրա համար։ Հələ բեր ես է թթվով ուտեմ։ Թթու է պետք։ Այ թթվով ուրիշ համ դարավ, հրանտիկ։ Վատիկը չի է։ Ասա։ Թե սոված ենք։ Կարող է սոված ենք հրանտան։ Ինձ թվում աստ է Իսկ եթե ձուն սխալ է։ Խի։ Ձվի համաղարի։ Ձվինը չէ, տիպ բանի համնա։ Թթու վարունգի։ Հրանտիկ, իսկ եթե իրան հենց սենց կսենք թթու վարունգի վրա։ Հաց ապետ։ Չես պստանա թթու վարունգ։ Հացով համով էր ավելի։ Մի հատ էլ չէ։ Հա։ Որտեվ ես չգիտեմ տնեցիկ կուտեն թե չէ։ Ես ու դու կերանք։ Նախ կուտի, մի։ Մեզ ասես մենք հիմա շանկեր ենք ուտում։ Էնի վրա հալապինյոյ է ուտում։ Հա։ Կենաց։ Հալապինյո։ Ուտում։ Մեղք չի այդ շունը, Հրանտո։ Սիրում է։ Ով ատես է շանը հալապինյո տան։ Բաներ ենք տալի, հապա են։ Ինչ։ Տեկիլա։ Տանել չեմ կարողանում, երբ կենթանում ալկոհոլ են տալի։ Իմ հետևորդները բոլորը շատ սիրում են կենթանիներին։ Որ գայսա գիտեմ ուսումա բաժակից մեջ սկսում է խմել, ինչ անեմ։ Իսկ հիմա մենք սոված ենք։ Չի համով չի։ Հա։ Այսքան ինչ ես անելու։ Տնեցիքին եմ համոզելու, որ ուտեն։ Բայց դու պաշտետ սիրող մարդ ես։ Դու բադիկի պաշտետ սիրում ես, որ ֆրանսիացի կուտում են։ Ֆուագրա։ Ֆուագրա։ Մեռնում եմ ֆուագրայի համար։
Ես երևի կյանքից մեջ չեմ կերել ֆուագրա։ Ճշգրիտ։ Լավ, սիրելի հայրենակիցներ։ Ասի չէ։ Չէ, Հրանտոն ասեց չէ։ Մի հատ նե ես օքեյ եմ, եթե լինե 10 ամենաբարձր աչոքն է, ապա ես սրան կտայի 5.5-6։ Ես կտայի 1։ Դու երկու բրդուճ կերավ ասում եմ 1։ Հա, որևէ համն է ուզում ջոգեի։ Այնպես չի, որ մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք սա պատրաստեք, նամանավանդ եթե շատ զգայուն եք եւ չեք սիրում, ասենք, ձվի եւ շպրոտի համադրությունը, ես շպրոտ սիրում եմ առանձին։ Ես թվում է սա գիտես ավելի լավ ոնց կլներ։ Մենակ շպրոտը, լիմոնով, խփես ու բան։ Կարող է սրա մեջ սող կար, բայց ես չեմ հիշում, որ մեջը սող կար, չէ՞։ Օ, չգիտեմ։ Շպրոտը ընդհանրապես ուտում են սև հաց, շպրոտ, սող, всё։ Հա։ Զակուսկի է ինքը օղու Սրա հետ։ մեջ լիմոն կանեի, մենակ շպրոտը կխփեի սամիթի կամ թարխունի հետ։ Ճիշտ է, ես հիմա կարամ սրա վրա լիմոնի ավելացնեմ։ Հենց սրա վրա։ Ձվի ու առանց պանիրի։ Ես այդենց մի անգամ կարելի է սարքել։ Չէ, էլ մենք շպրոտով ոչինչ չենք սարքի երբևէ, սա առաջին եւ վերջի անգամ էր, սիրելի հայրենակիցներ։ Եվ բանի սալաթը։ Որը։ Էնի շպրոտով չի, էնի կապչոնի ձկով է։ Այսօր այսքանը, գիտեմ շատ անգամ գրում եք ինչ կարճ էր, ուզում էինք որ ավելի երկար լիներ, բայց Այսօր բաղադրատոմս է։ բաղադրատոմսը այսօրվա կարճ էր եւ իմ զրուցակիցը ընդհանրապես խոսել չի սիրում եւ ինչպես նկատում եք ողջ ընթացքում ես եմ ավելի շատ խոսում այնպես որ ես կարծում եթե ինչ որ ավելացումներ ունես կարող ես ավելացնել Հրանտո ջան եթե չէ այսօր այսքանը Ավելացումը այնա խորհուրդ չեմ տալիս սարքեք ընդհանրապես համով չի ժամանակի ու ապրանքի կորուստա համաձայն ես Փորձելու համար կարակ մի հատիկ վեկալեք, նես պատրակաղով ճզմեք։ Նայ, կան մարդիկ, որ սիրում են տարօրինակ համեր։ Ես կարծում եմ երևի թե այս պաշտետը շատ սազում էր գարեջրի հետ։ Ինչ որ ուզում եք մի նոր բան պատրաստեք այդ օրը, որից ահավոր հոտ կգա, ապա մենք ես ու Հրանտոն խորհուրդ ենք տալիս պատրաստեք այս բաղադրատոմսը։ Պրոստը ես չգիտես ինչի հետ ես ուտելու այդ ահար։ Այդ եմ ասում, ինքը ռյումը չկա կամ գարեջուր ու սենց Ես մեծ բան ասեմ, շպրոտի տեղելներ թունա, ավելի համով կարող ալնես։ Միա։ Հաստատ։ Ընդհանրապես այստեղ թունայով սենդվիչները շատ հայտնի են, չէ՞։ Բանով թթվասեր, թունա, սոխ, ընդամենը։ Եվ ես էլ եմ սիրում, հա, թունա։ Դե սա ուրիշ բան էր, Հրանտո, սա երևի ուղակի մերը չէր։ Սա մեր քիմքին մեր քիմքին այդքան էլ հարմար չէր, հիմա տենց կերանք, օքեյ էր, բայց սիրելիներս մի պատրաստեք։ Այո։ Առանձին, ձուն առանձին կերեք։ Գույնն է, այո։ Это кто уже кушал գույնն է։ Առանձին կարող եք շպրոտը ուտել, առանձին թթուվարունգը, առանձին էլ ձուն։ Առանձին ավելի համով է, քան միասին։ Հա։ Всё։ Yalla։ Էդ էր քո ավելացումը, yalla, մարդիկ գրել էին, օ, Հրանտոն նույնիսկ արաբերեն գիտի, որտեղից գիտես արաբերեն, էդ էլ ասան որ գնանք։ Քաթարից։ Քաթարից, հա, փաստորեն հաճախորդները որ գալիս էին, մեծամասնությունը արաբներ էին։ Բա։ Եկ ես էլ խոսում եմ։ Շեյխերն էին։ Չէ, դենես չի որ լրիվ արաբերեն գիտեմ։ Որոշ արտահայտություններ։ Մի քիչ Փաստորեն գիտես հայերեն, ռուսերեն, անգլերեն, մի քիչ արաբերեն, բայց ֆրանսերեն նորմալ խոսում ես։ Ֆրանսերենը բանի պես։ Ռուսերենի պես։ Հայերենի պես։ No way։ Անգլի պես, այո։ Հələ դե մի հատ ֆրանսերեն մի երկու բան ասա։ Համով էր էսի։ No, j'aime pas։ J'aime որն է։ Չեմ սիրում։ J'aime pas, չեմ սիրում, նա։ Մի երկու բան ասա ֆրանսերեն։ Okay, merci beaucoup, à tout à l'heure։ Այդքանը։ Հա։ Ինչ ասեցիր։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Merci beaucoup, à tout à l'heure։ Ճիշտ եմ ասում։ Oui, madame։ Oh my god. Je suis Malade, complètement malade. Je suis Annie. Je m'appelle Annie։ Je m'appelle Annie. Ոնց կարամ célibataire-ը բաժանված է, դե ֆրանսերենի դասում եմ սովորել։ Je suis célibataire։ Je suis Հա։ Իսկ ես ամուսնացել եմ արդեն։ Je marié։ Je marié. Je marié, je m'appelle Annie. Je suis marié. Շատ է voyage։ J'arrive à Erivan, j'arrive à Los Angeles. J'habite
J'habite à Yerevan, Los Angeles, j'habite à Glendale։ Ոնց ասեմ Glendale ֆրանսերեն։ Glendale, 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 Yerevan, J'habite à Yerevan, j'habite à Glendale։ Ես ապրում եմ Երևանում, ես ապրում եմ Լոս Անջելեսում, ես ապրում եմ I don't j'habite à Yerevan, I j'habite in Los Angeles and Եթե ուզում ես ասես ապրել եմ, պետք է ասես j'ai habité։ j'ai habité 7-րդ մասի։ Yalla։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն։ Դեսերտ սարքենք, էլի հոմո։ Դեսերտ։ Անցյալ անգամ սարքեցինք դեսերտ։ Հա ճիշտ է։ Չէ, ինչ ենք սարքելու։ Մյուս անգամ, չգիտեմ։ Դու գնայես կորոշես, կասես։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, որ մեզ հետ էիք։ Խոզիբուդ։ Նոր տարի։ Հա, անպայման ակտիվ եղեք կոմենտներում, subscribe եղեք, եթե դեռ subscribe չեք եղել, հետևեք Հրանտոյին իր YouTube-յան, Գրանտեին իր YouTube-յան էջում, գրեք ձեր կարծիքը Հրանտոյի նոր տեսահոլովակի մասին։ Էլ ինչ ունենք ասելու։ Կոմենտներում եղեք ակտիվ, նամանավանդ եթե պատրաստեցիք եւ ձեր դուրը եկավ կամ չեկավ։ Հետաքրքիր է, ով է պատրաստելու։ Հա, ինձ նենց հետաքրքիր է, որ կլինի արդյոք մարդ, որ կպատրաստի եւ կհավանի, որովհետեւ ես վախում եմ նույնիսկ կափարիչը բացեմ, հա։ Ոչ չի սարքելու։ Դե ռուսերեն ինչ կա ալկոշները։ Գնացինք քաղաքականություն, всё, հաջողություն սիրելիներս։ Չկտրես։ Սրտիկներ, Չկտրես այդ մասը պիտի մնա։ Մի հատ միտուն երկի քո երկից։ Չէ։ Կարևոր արավոր Որոշել դզգայքեզ մոտ Չմերժես, խնդրում եմ կեզ Ինչ թուղթ ուզես կբերեմ ես կեզ Գրանցված աշխատող չեմ ես Բայց ուզում եմ գժի պես iPhone 17-ը կամ Class 27-ը Որը որ հաստատես Գնաց Թե ուզես իրեն մեկին Մեկը ապարիկա, մեկը ապարիկա Այն գիրա Թե մեզ հանասեն Մեկը ապարիկա, մեկը ապարիկա Եմ այս սաղ ապարիք էր Ոչ, այս ամեն ինչը ցավոք սրտի վճարված էր, լրիվ տվել քյաշ արել էինք եւ պիտի ուտենք, տենց է, չէ, եթե մաման ճաշը սարքում է համով լինի, չլինի, պիտի ուտես այդ։ Այո Всё, գնացինք, անջատի։ Հելի